Ծայրագավառից փորձում է սարքել տարածաշրջանով աշխարհի կենտրոն, դա է իր տեսլականը։ Նախ ծայրագավառ չի, ծայրագավառը հիմա է։ Թուրքիայի ծայրագավառ են դառնում։ Նիկոլ Փաշյանը գործընկեր չէ, Նիկոլ Փաշյանի ղեկավարած կառավարությունը շեստյորկայի կարգավիճակ չունի այդ խաղում։ Բացեք նայեք, այդ ո՞րն է Հայաստանը, ինչ Ալիևն ասել է, Նիկոլը չէ, մենք խոսենք էլի, Նիկոլ Փաշինյանը ասել Արցախ Հայաստանը եւ վերջ, այս պետք է, պետք է դուզ յակ մեր տարածքիկ, Ալիևն ասում է լսի արա, ես քեզ նենց կանեմ, որ պետք է ասես Արցախը, Ադրբեջանը եւ վերջ, ասավ, արավ էս ազնվորությունը, վերջ, Ղարաբաղի թեման փակես, ընդդեմից փասաժատեն ասես, այդ եկեղեցին շատ ռևանշիստական բաներ անում, հարձակվեցին վրան։ Ցեղասպանության թեման ընդդեից Էրդողանն ասում էր տարիներ շարունակ, դա երկու ժողովուրդների ողբերգություն է, դա մեր ցավն է, նույն բանն ասում է Նիկոլը, ձեռը ռուսների վրա բոշկան գլորում, նույն բան իրանք են ասում, ռուսները չգային տարածաշրջան, հայերն ու թուրքերը այդ ավեսով ապրում էին, ասիկը Գևորգ Չաուշը, Արաբոն, Հրայր Դժոխքը, Անդրանիկը, Քերին, Վարդանը, մեր բոլոր Պլիադան անկապ գնացել են փայլուն թուրք ղեկավարների դեմ պայքարել, այդ չեմ ասում արմենական, հնչակյան ու դաշնակցական կուսակցությունների ամբողջ իրաց Արամ Մանուկյանով բանով, ինչ եք ուզում ասեք, ուզում եք ասեք այդ մարդիկ ազգայնության գործակալներ են եղել, սա, հայ ազգի, ով որ ասում դե ասում լավ էլ ապրում ենք էլի, պետք է հասկանանք ասում ցեղասպանությունն ինչի համար է եղել, հույների ցեղասպանությունն ինչի համար է եղել, ասորիների ցեղասպանությունն ինչի համար է եղել, 1911 թվականի Սալոնիկի վերաժողով բան կա, չէ, որոշում կա, չէ,